Շնորհակալություն, Մերի Մանուկյան 24 News, նախ թույլ տվեք մինչև բուն հարցը ձևակերպել, պարոն Մելիքբեկյան, ձեր մամուլի հետ շփման տոտալ բացակայության մասին վկայակոչել, դուք ֆեդերացիայի նախագահ ընտրվելուց հետո ասել եք, որ բաց եք, պատրաստական եք շփվելու, բայց հիմա այնքան հարցեր են կուտակվել, որ դուք էլ ձեր ներածական խոսքում այնքան բան ասացիք, որ հակադարձելու հնարավորություն էլ չկա, ամեն դեպքում կխնդրեի այսուհետ, քանի որ դուք նաև չհայտարարեցիք ձեր հրաժարականի մասին, այսուհետ ավելի հաճախ մամուլի հետ շփվեք, որպեսզի այս իրավիճակը չստեղծվի։ Պարոն Մելիքբեկյան, կներեք մինչև ձեր հարցը, եկեք ես խոստանամ, որ ես շատ ավելի հաճախ կխնդրեմ եւ կշփվեմ եւ պարբերական մենք շփումներ եւ ասուլիսներ կունենանք։ Շնորհակալություն։ Պարոն Մելիքբեկյան, 2020 թվականից ի վեր Հայաստանի ազգային հավաքականը կրել է 26 պարտություն, 13 հաղթանակետարել եւ 11 ոչ ոքի, FIFA-ի դասակարգման աղյուսակում 102-րդն է։ Այս տեմպերով է Հայաստանը 2050 թվականին դառնալու աշխարհի կամ Եվրոպայի մրցանակակիր, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, եւ դուք էլ ասել էիք, որ 2022 թվականին կամ 2024 թվականին խմբային փուլի եզրափակիչ ենք դուրս գալու։ Շնորհակալություն։ Շատ նախ ես երկար խոսեցի հավաքականների մասին։ Ես կարծում եմ, այդ ամեն ինչը չեմ կրկնի, միայն մի բան ասեմ, որ ես չեմ ասել, որ 22-ի եւ 26-ի եզրափակիչ ենք դուրս գալու, 24-ը ես ասել եմ, մենք պայքարելու ենք ուղեգրի համար։ Ես անգամ մի անգամ ասել եմ, որ ես Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ չեմ, ես երբևէ չեմ կարող խոսք տալ, որ Հայաստանի հավաքականը անպայմանորեն կնվաճի ուղեգիր։ Դա անկեղծ ասած հնարավոր չէ, բայց այն, որ մենք պայքարելու ենք ուղեգրի համար, դա ասել եմ այո։ Մենք հիմա եթե ֆուտբոլից ենք խոսում, ես երկար բացատրեցի ինչն են խնդիրները, որն է տեմպը եւ այլն։ Այսքան պարտությունից հետո հələ ձեր հրաժարականին կանդրադառնանք։ Այսքան պարտությունից հետո հավաքականի մարզչի փոփոխության հարց քննարկվել է թե ոչ, ու մեկ էլ ինչ եղավ Ռաուլին, բերելու եք, չեք բերելու, հույս կա թե ոչ, որ նորմալ մարզիչ կունենանք, եւ ձեր հրաժարականի մասով քաղաքական կոնտեքստում համեմատում են, ասում են պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը հրաժարական չտվեց, դա էլ է մի կողմ, արդեն սովորել ենք։ Դուք ինչ հրաժարական չեք տալիս այսքան ամոթալի պարտություններից հետո։ Մեկ ուրիշը ձեր փոխարեն գուցե ամոթից հենց առաջին մի քանի պարտությունից հետո հրաժարական տար։ Ի վերջո ձեզ համար հաճելի է ամեն անգամ պարտություն կրել եւ ամեն անգամ օրինակ ֆան ակումբի տղաների կողմից այդքան այսպես կշտան բանկների ու ակցիաների արժանանալ ամեն անգամ, ամեն խաղ այսպես տապալվի ձեր հրաժարականի պահանջով։ Ի վերջո տալու եք թե չեք տալու հրաժարական։ Դա էր հարցը թե Ռաուլը։ Առաջինը Ռաուլը, երկրորդը ձեզ։ Հա, երկրորդը հրաժարականը։ Ռաուլի մասին պարոն Նիկողոսյանը կպատասխանի, որովհետև ես կարծում եմ դուք մի քիչ ուշադիր չեք հետևել Ռաուլի վերաբերել, բայց ինչևէ պարոն Նիկողոսյանը կանդրադառնա այդ հարցին։ Ես հրաժարականի մասին հայտարարություն տվել եմ եւ ասել եմ, որ հրաժարական չեմ տալու եւ ինչու, որովհետեւ ամոթալի պարտություններ եւ այլն, մենք նոր խոսում ենք շատ երկար ընդհանրապես ոլորտային նաև հաջողությունների մասին, նաև անհաջողությունների մասին եւ ճիշտ ասած ասեցիք ֆուտբոլային հարց եմ տալու, հեչ ֆուտբոլային չէր ասել, որ այսքան պարտությունից հետո մարզիչը պատրաստում եք մարզչին հանել, հա, տենց բան ասեցիք։ Մարզիչը նոր է եկել, նա 3 մարզում է անցկացրել եւ որից հետո խաղացել է իր առաջին խաղը Վրաստանի հավաքականի։ Ես նոր չեմ, բայց բոլոր բացատրությունները ես հայտարարության մեջ տվել եմ, նորից եմ ասում, ամենասկզբում խոսքից երբ ասեցի, որ մենք խոսել ենք այդ ամենի մասին, ով ցանկանում է տեսնել եւ լսել, տեսնում է, ով չի ցանկանում, չի տեսնում, եւ հրաժարականի պահանջը, հրաժարական ընդհանրապես եւ հասարակական կազմակերպության ղեկավարը դա ինստիտուցիոնալ խնդիր է։ Եվ շատ կարևոր է, թե ինչ են կարծում այն ինստիտուցիայի, այն ինստիտուտի անդամները, որոնք ընտրել են քեզ, եւ ես ձեզ ասեմ շատ հստակ, բացառությամբ 2 ակումբի մեր մնացած բոլոր անդամների հետ մենք բարբերաբար քննարկումներ ենք ունենում եւ բոլորը հասկանում են եւ զարգացման տեմպերը, եւ խնդիրները, եւ օբյեկտիվ խնդիրները, եւ այդ իսկ պատճառով նաեւ շփվելով մեր անդամների հետ ես այդ որոշումը կայացնեմ, որի մասին արդեն հայտարարել եմ։ Պարոն Նիկողոսյան, եթե դուք եւ մենք լուծում ենք, որովհետեւ այսքան երբ որ ես խոսեցի եւ դուք նորից
չեք տեսնում, այսինքն իհարկե կարելի է տեսնել միայն վատը եւ պետք կարելի է չցանկանալ տեսնել լավը, բայց դա արդեն յուրաքանչյուրի անձնական ընկալման հարց է։